Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Օրագիր Նյուզն այսօր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, չի պատրաստվում ինքն էլ մի դիմում գրի եւ հեռանա, քանի որ եթե ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելը սադրիչ քայլ էր, ապա ինքն էլ 2019 թվականին Ռուսաստանի նախագահին նվիրել է ԵՀԿ ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Խաղաղություն Ղարաբաղին» աշխատությունը եւ ըստ էության պատերազմ սադրել։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ինքը երկու անգամ 2018 եւ 2021 թվականներին հրաժարական տվել է։ Որ անդադ որ ասում եք չեք պատրաստվում հրաժարական տալ, չեք պատրաստվում հրաժարական տալ, ես երկու անգամ հրաժարական եմ տվել։ Մեկը 2018 թվականին, մեկը 2021 թվականին։ Այդ հրաժարականի արդյունքում հրավիրվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ձեր ասած իրադրությունները դրվել են ժողովրդի դատին եւ ժողովուրդը իր որոշումը կայացրել է։ Ինչ վերաբերվում է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի հետ կապված իրադրությանը, ամենայն հարգանքով, բայց ես ելի արձանագրում եմ, որ սա պետություն է, չի կարող ամեն առանձին պոակ կամ հիմնադրամ վարել իր առանձին արտաքին քաղաքականությունը, ասաց Փաշինյանն ընդգծելով, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը պատմական էր, քանի որ առաջին անգամ Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան եկել։ Ըստ նրա ԱՄՆ փոխնախագահը Հայաստան էր այցելել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ, մինչդեռ գիրքը, որը նրան նվիրել էր Էդիթ Աղզոյանը, կոչվում է Արցախյան հիմնահարց։ Դա կոնֆլիկտի մասին է, այսինքն խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին մենք ասում ենք, որ գիտեք ինչ, այդ խաղաղություն եւ այլն ասեցինք, խոսեցինք, բայց այնուամենայնիվ հիմնահարցը տեղում է, կոնֆլիկտը տեղում է, ասաց կառավարության ղեկավարը, ապա հավելեց. Այո, ես կայացրել եմ որոշում, ես կայացրել եմ ճիշտ որոշում եւ յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինքը իրեն հաշիվ տա, որ կառավարության վարած քաղաքականություններին եւ որոշումներին հակասող գործողություն չի կարող անել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը պետություն է։ Փաշինյանը նաև պնդեց, որ Հայաստանում գործող որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Պատերազմի կուսակցությունն ամեն օրվա հետ դառնում է ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները եւ շրջանակներն ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Սա շատ ուղիղ, առանց թեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է ՀՀ-ի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով հայտարարեց նա, պարզաբանելով, թե պատերազմի կուսակցությունները ասելով ինչ է նկատի ունեցել։ Փաշինյանը պնդեց, որ նրանցից ոմանք չեն էլ հասկանում ինչ են ասում։ Այն տեքստերը, որ ասում են ուրիշ տեղ են գրված եւ իրենք կարդացողի կարգավիճակում են, առավել եւս իրենց ասածը չհասկացող ուժերը եւ քաղաքական գործիչները չպետք է Հայաստանի Հանրապետությունում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնեն։ Փաշինյանը նաեւ ընդգծեց իր հայտարարությունից հետո ավելի են ահագնացել այդ դրսևորումները։ Բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում ընտրություններից շատ չանցած մաքսիմալ աշնան է, ասաց նա եւ նշեց, որ եթե անհրաժեշտ է անուններ էլ կարող է տալ, նկատեց նա։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք վերաբերում են ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի չեն համապատասխանում դատարանի քննիչի, ինչպես նաև պրոբացիոն ծառայության դիրքորոշումներին, այս մասին ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։ Մինչ օրս պրոբացիայի ծառայությունը գրավոր պատասխանով ինձ չի տրամադրել այն ձևակերպումները, որոնք հնչեցրել է գործադիր իշխանության ղեկավարը։ Ես իսկապես կզարմանամ, որ պրոբացիայի ծառայությունը ընդհանրապես կարողանա նման դիրքորոշում ներկայացնել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա է դեռևս 2025 թվականի հունիսի 18-ի որոշումը, որը մինչ օրս պահպանվել է։ Ըստ այդ որոշման կա հաղորդակցման սահմանափակում բացառությամբ մերձավոր ազգականների եւ իր պաշտպանների, ընդգծեց փաստաբանը, ավելացնելով, որ Կարապետյանը մինչ օրս նույնիսկ իր եղբորորդուն չի կարողացել հանդիպել։ Նա ընդգծեց, որ այդ հարցը այս տարվա մարտի 13-ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ոչ քննիչը, ոչ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել։ Դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։ Վարդևանյանի պնդմամբ, եթե փաստաբանական թիմը հավատար օրինակ Փաշինյանի խոսքերին եւ Կարապետյանը տեսաուղերձ հրապարակել, դրանք կհետևեր նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին ընտրելու միջնորդությունը։
Երևանում ծեծի ենթարկված ու հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր, այս մասին հայտնել է Անահիտ Ավանեսյանն, նրա փոխանցմամբ կլինիկական մահից եւ վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ գլխուղեղի ծանր ախտահարմամբ, ըստ գլխավոր դատախազության փոքրիկ տղային 1.5 ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։ Այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն երեխայի հոր երկրորդ կինն է մեղադրյալը, նա 3 կալանավորվել է, նախկին ամուսնու նրա զուգընկերու խնամքին էր մայրը թողել փոքրիկին, որ վարձով տուն ճարի։ Փոքրիկի մոր հետ ազատությունը ողբերգության օրն էր խոսել, ասել էր այդ զուգընկերուհին իր ընկերուհին է, չի հավատում, որ այդպիսի բան եղած լինի։ Ընդամենը 1 տարեկան ու 2 ամսական երեխային ուրիշների մոտ թողնելը բացատրել էր կացարան փնտրելու ցանկությամբ։ Կնոջ 4 երեխաներից 2-ը խնամքի հաստատությունում են։ Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների համար, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանը նշեց հավելելով. Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացումը կարող է նաեւ լրացուցիչ համլություն հաղորդել երկու երկրների էներգահամակարգերին, քանի որ էներգետիկայի տրամաբանությունն այդպիսին է։ Նրա խոսքով հստակ որոշում կա ուսումնասիրություն իրականացնել եւ հասկանալ այդ մասով անհրաժեշտ ներդրումների ծավալը։ Խուդատյանը վստահեցրեց, որ հայկական կողմը պատրաստ է այդ ներդրումներն իրականացնել։ Մենք պատրաստվում ենք օր առաջ այդ աշխատանքները սկսելու այն պատկերացման, որ նույնը կանեն նաև Թուրքիայի մեր գործընկերները, ինչը լրացուցիչ ամրություն կտա եւ մեր եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերին, նշեց Խուդատյանը։ Նա տրամաբանությանը հակասող համարեց այն դիտարկումները, թե Հայաստանի էներգետիկ համակարգի Ռուբինիկն այսպիսով դնում ենք Թուրքիայի ձեռքում։ Ձեր ասած գործիք Հայաստանի դեպքում գտնվում է Հայաստանում եւ այդպիսի անհրաժեշտություն չկա, ավելին ասեմ, Հայաստանի էներգետիկ համակարգ միացված է Իրանին, Վրաստանին, որտեղից արտահանում եւ ներկրում ենք էներգիա, ինչն էլ պատրաստվում ենք անել Թուրքիայի դեպքում, եզրափակեց նա։ Մինչև պաշտոնյա դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել, քան նախարար դառնալուց հետո։ Այս մասին Արսեն Թորոսյանն է հայտարարել ի պատասխան 7000 եվրո արժողությամբ հեծանիվ գնելու մասին հարցին։ Իմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է, ուրախ եմ, որ մամուլը մեզ այլևս չի կարող մեղադրել անհայտ փողերով $200,000 մեքենա գնելու մեջ եւ մեղադրում է մեր սեփական աշխատած գումարով հեծանիվ առնելու մեջ։ Իմ նախասիրությունն է, դա եմ առնում 7000 եվրոյի մեքենա չեմ արել, հեծանիվ եմ առել, ինչն է խնդիրը։ Իմ օրինական եկամուտներով առած գույք է, ինչ կարևոր է, ճոխություն է, թե ոչ։ Ուրախ եմ, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության նախարարը կարող է մեղադրվել հեծանիվ ունենալու մեջ, այդ թվում 7000 եվրոյանոց։ Պետք չէ այդքան ընկնել, հարգելի գործընկերներ, նշել է Թորոսյանը։ Մարտի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 19:40-ի սահմաններում Յասնիկյան պողոտայում կենտրոնաբանական այգու մուտքի դիմաց Ռադամակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, 2-ը հերացուաման թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 2-ը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ փրկարարները։ Վերջիններս վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա պատգարակներով մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենաներին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։